Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին եւ անդրադարձել կազմակերպությանը Հայաստանի մասնակցության կարգավիճակին։ Հայաստանի դիրքորոշումն այն է, որ իրենք աջակցում են ՀԱՊԿ բոլոր որոշումներին եւ իրենց համարում ՀԱՊԿ անդամ, բայց այս փուլում ձեռնպահ են մնում կազմակերպության նիստերին մասնակցելուց։ Սա Հայաստանի ընտրությունն է, ասել է Պուտինը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանն այսօր Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշկենտում անցկացվող տրանսկասպիան տրանսպորտային միջանցքի եւ կապի ներդրողների համաժողովի շրջանակներում հանդիպել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերում Եվրամիության առավել ակտիվ ներգրավվածության վերաբերյալ հարցեր։ Ներքին գործերի նախարար Արփինես Սարգսյանը փրկարարծառայության տնօրեն ներքին գործերի նախարարության տեղակալի ուղեկցությամբ այցելել է ծառայական պարտականությունների կատարելու ընթացքում վթարի հետևանքով վնասվածքներ ստացած Լոռու մարզի փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատի ծառայողներին։ Բժիշկները վստահեցրել են, որ հրշեջ փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործով անցնող Լիդիա Մանթաշյանի կալանքը վերացվել է, դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է վարչական հսկողություն եւ գրավ 2.500.000 դրամի չափով։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Ուկրաինան կհամաձայնվի ԱՄՆ-ի կողմից առաջարկված խաղաղության պայմանագրին։ Հիմա, ինչպես ասում են, գնդակն Ուկրաինայի դաշտում է եւ ես կարծում եմ, որ հաշվի առնելով ռազմաճակատում ծավալվող իրադարձությունները Ուկրաինան կհամաձայնվի այս խաղաղության պայմանագրին, հակառակ դեպքում ամբողջությամբ կկորցնեն երկիրը, հայտարարել է Լուկաշենկոն։ Երեք մեկնարկել է կանանց Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջության նախընտրական փուլն առաջին խաղում կանանց Հայաստանի հավաքականը 0-3 հաշվով պարտվել է Սերբիայի հասակակիցներին։